Ես Դարան եմ ապկերեն Հայաստանից, ես այսօր այստեղ եկել եմ իմ քույրիկիս հետ կապված հայցով, քանի որ քույրս 2022 թվականին զոհվել է, վշտանքվել և սպանվել։ Միջազգային քրեական դատարանը ինձ համար և իմ հայ ժողովրդի համար մեծ հույսի փարոս է, քանի որ շատ հաճախ գտնվելով անօգնական վիճակում ուզում ես որևէ տեղ հենվել և այդ հենարանը ներկայիս պահին հանդիսանում է այսպիսին։ Անպատժելիությունը տարիներ շարունակ մեզ սովորեցրել է, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ և շատ ավելի ճիշտ է կանխարգելել այդ հանցագործությունները, քան հետո վերացնել դրանց հետևանքները։ Անպատժելիությունը դա տարիներով իր մեջ ներառվող ցավի, վշտի արդյունք է։ Շատ կարևոր է անպատժելիությունը վերացնելու համար կամ պայքարելու հանցագործությունների դեմ պայքարելու համար շատ կարևոր է, որպեսզի ոչ միայն պետությունները կապը պահեն միմյանց միջև, այլ կապ ունենան նաև տուժածների հետ, տուժածների զոհերի հետ, ժամանակ առ ժամանակ հանդիպումներ անցկացնեն բաց դռների, որպեսզի տուժածները, ովքեր ունեն խոսելու և հույս փայփայելու համար միջավայր ստեղծվի և ինձ նման մարդիկ, ովքեր ունեն դրա կարիքը, կարողանան ներկայացնել իրենց ցավը, վիշտը, իրենց սպասումները։ Դա ինչը որ կապված է ICC-ի հետ, իրականում ստացվում է շատ կարևոր է և շատ արդյունավետ է այն պետությունների համար, որոնք որ գտնվում են փոթորկի մեջ և իրենց պետությունները իսկ չեն կարող պայքարել այդ դժվարության հետ, որը օրինակ պատերազմի հետևանքով ստեղծված հանցագործություններ են կամ պատերազմի տակ քողարկված հանցագործություններն են, քանի որ կան պետություններ, որոնք իրենք անզորու են պայքարելու մեկ այլ պետության քաղաքացիների կամ զինվորականների գործած հանցանքների հետ, և այս դեպքում շատ կարևոր է, որ ICC-ն մոտենում է այդ հարցին տուժողակենտրոն հարցին և տուժածները կարողանան իրենց հույսը չկորցնեն, որ լինելու է մի օր արդարադատություն և պատժվելու են հանցակիցները, հանցավորները։